Սիրելի հայրենակիցներ, վերջին ժամերին և նույնիսկ վերջին րոպեին շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում և հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն հավատարիմ բարեպաշտ քահանաներ միանում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին։ Այս պայդրությամբ կարող եմ ասել, որ բարենորոգման օրակարգին միացել են Բարդուղիմեոս, այսօրվա մասին է խոսքը, այսինքն վերջին ժամերին, Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, Նուբարաշենի Սրբոց նահատակած եկեղեցի, Պարթև քահանա Մուրադյանը, Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի, Շմավոն քահանա Ղևոնդյանը, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի, Անուշավան քահանա Կոշեցյանը, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի, Արարատ քահանա Օրդոյանը, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի, Աշոտ քահանա Սաֆարյանը, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Մաշտոց քահանա Ստեփանյանը, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի եկեղեցի, Մովսես քահանա Աշուրյանը, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի եկեղեցի, Մկրտիչ քահանա Մուշադյանը, Վաղաշապատի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Պողոս քահանա Միքայելյանը, Մասիսի Սուրբ Թադևոս եկեղեցի, Հովհաննես քահանա Մաթևոսյանը, Խաչիկ գյուղի եկեղեցի, Գալուս քահանա Սահակյանը, Ջերմուկի եկեղեցի, Զգոն քահանա Աբրահամյանը, որը գործնականում րոպեներ առաջ միացավ, հայտարարություն տարածեց և բարենորոգման օրակարգի միանալու մասին Երևանի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի և ուզում եմ ասել, որ ողջունում եմ այս հայտարարությունները և քահանա հայրեր, ես ուզում եմ ուղիղ ձեզ դիմել և եղբայրաբար ողջունել ձեր խիզախ քայլը, ես անկալում եմ որպես ձեր անսասան հավատարմության արտահայտություն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, Հայաստանի Հանրապետությանը և ուզում եմ այս խիզախ քայլի համար շնորհակալություն հայտնել բոլորիդ և ուզում եմ ասել, որ մենք իմ ամբողջ աջակցությունը ունեք, Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը ունեք, ես ճիշտ է հիմա չգիտեմ, թե այս պահին ինչով կարող եմ այլ կերպ աջակցել ձեզ, բայց ուզում եմ իմանալ, որ ցանկացած հարց, որ ձեր հարցն է, իմ հարցն է և ես սա ասում եմ անձնապես, որովհետև իհարկե այն խնդիրները, որ կան հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում, մեր բոլորի հարցն են, իմ հարցն են, ձեր հարցն են, մեր բոլորի հարցն են և բարենորոգման հայտարարության մեջ իհարկե ամենը ասված է, ամբողջ բովանդակությունը այնտեղ արտահայտված է և իսկապես շատ կարևոր է, բարձր եմ գնահատում և հարգանքներիս հավաստիք ձեզ բոլորիդ, ես հույս ունեմ առիթ կունենանք, չգիտեմ երբ դուք ասեք, հանդիպելու, քննարկելու բարենորոգման հետագա անելիքները, ճանապարհային քարտեզը և ես հույս ունեմ և համոզված եմ, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու այլ բարեպաշտ քահանաներ, եպիսկոպոսներ, աբեղաներ, վարդապետներ, սարկավագներ նույնպես կմիանան, որովհետև սա իսկապես բարենորոգում է առաջին հերթին հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, հանուն մեր եկեղեցու հիմնադիր հայրերի, հանուն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության,
հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, հանուն մեր ժողովրդի, մեր եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդների եւ իմ եթեր մտնելու իմաստը հենց սա էր, ուզում էի ողջունել քահանա հայրեր ձեզ բոլորիդ իմ ողջունը, իմ խոնարհումը ձեր խիզախ քայլի առաջ եւ առաջիկայում համոզված եմ, եթե դուք ցանկանաք, իհարկե դա մեծ պատիվ կլինի ինձ համար ձեզ հետ հանդիպելը, շփվելը, խոսելը եւ հետագա անելիքների մասին ձեր կարծիքները լսելը, իհարկե ես էլ որոշ տեսակետներ, եթե դեմ չլինեք, կհայտնեմ եւ ուզում եմ առիթ օգտագործել ողջունել նույնքեր բոլոր մեր հոգևոր հայրերին, ովքեր մեր եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին, ծայրագույն վարդապետին, ով միացել է նաև մեր եղբայր քահանաներին, ովքեր ավելի վաղ էին միացել եւ շատ մեծ պատասխանատվություն էին վերցրել եւ դուք մենակ չեք, ես անձամբ որպես հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եւ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ համոզված եմ, որ մեր ժողովուրդը, ով միշտ ճշմարտության եւ արդարության կողմնակից է, թիկունք է ձեզ բոլորիդ, քահանահայրեր եւ նաեւ մեզ բոլորիս այսքանը շնորհակալ եմ, ինչ հանդիպում